Ողջույն, այս հաղորդմանը կանրադառնանք երկու հիմնական թեմայի։ Նախ կխոսենք անցած շաբաթվա ընտրությունների վերահաշվարկի մասին, տեսնելու թե քվեարկության արդյունքներում ինչ է փոխվել։ Այնուհետև կանրադառնանք Ալիևի առաջարկած սահմանադրական հանրաքվեին, ինչը հավանաբար հաջորդ երկու տարիների գլխավոր հարցն է լինելու։ Եկեք սկսենք վերահաշվարկի թեմայից, ինչը հիմնականում կապված է Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ։ Ընտրությունների գիշերը ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ԲՀԿ-ին մոտ 50 ձայն էր պակասում, 4% ստանալու համար։ Դա խորհրդարան անցնելու նվազագույն շեմն է, եւ եթե ԲՀԿ-ն անցներ խորհրդարան, ապա կստանար մոտ 5 մանդատ, ինչն իրականում էապես կփոխեր հաջորդ խորհրդարանի պատկերը։ Տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվեց, որ ԲՀԿ-ն եւս 135 ձայն է ստանում։ Այս մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստացի չեղարկեց 3 տեղամասերի արդյունքները, որտեղ պարոն Ծառուկյանի կուսակցությունը փաստացի ստանում էր ընդհանուր մոտ 250 ձայն, ավելի շատ, քան անհրաժեշտ էր խորհրդարան անցնելու համար։ Այս տեղամասերից երկուսում քվեարկության արդյունքները չեղարկելու պատճառն այն էր, որ պետությունն այստեղ զինվորներին քվեարկելու էր բերել ժամը 20:00-ից հետո, իսկ երրորդ տեղամասի արդյունքները չեղարկվեցին այն պատճառով, որ փոքր կուսակցություններից մեկի քվեաթերթիկը բացակայել էր քվեարկության օրը։ Այս ամենն իրականում պետության կամ իշխող կուսակցության մեղքն է, այլ ոչ թե ընտրողների կամ ընդդիմության։ Սակայն իշխանությունները դա փաստացի օգտագործեցին այս տեղամասերում քվեարկության արդյունքները չեղարկելու համար։ Այս պահին ԲՀԿ-ի արդյունքը 3,989% է։ Կուսակցությունը հարցը վիճարկում է դատարանում։ Օրենքը պահանջում է, որ նման իրավիճակներում վերաքվեարկություն կազմակերպվի։ Ըստ էության պետության սխալների պատճառով մարդիկ չպետք է զրկվեն ընտրելու իրավունքից։ Պետությունը պարտավոր էր վերաքվեարկություն նշանակել, եթե չեմ սխալվում, քվեարկությունից հետո 2 շաբաթվա ընթացքում, սակայն կտրականապես հրաժարվել է դա անել։ Ինչ կարող ենք ասել այս ամենի մասին։ Անկեղծ ասած միայն այն, որ սա ընտրությունները կեղծելու փորձ է։ Սա որևէ կապ չունի պարոն Ծառուկյանի հետ, նա այս պարագայում կարևոր չէ։ Կարևորն ընտրական գործընթացն է։ Եթե նա անցնի խորհրդարան, այս իշխանությունը ոչ միայն չի ունենա անհրաժեշտ ձայներ, դատավորներ կամ քաղաքական այլ պաշտոններում նշանակումներ անելու համար, այլև նա չի ունենա սահմանադրական մեծամասնություն, ինչն անհրաժեշտ է սահմանադրությունը փոխելու համար։ Այս պահին ունենք հետևյալը. եթե այս իրավիճակը շարունակվի, կունենանք մի կուսակցություն, որը ստացել է ձայների 50%-ից պակաս, որը մանիպուլյացիաների եւ ընտրակեղծիքների միջոցով իր համար կապահովի մանդատների 60%-ից ավելին։ Հիմա անցնենք Հայաստանում Ալիևի պահանջած սահմանադրական հանրաքվեին։ Ինչ նախապատմություն ունի սա։ 1991-ի անկախության հռչակագրում իրականում հիշատակվում է Արցախը, թե ինչպես պետք է Արցախը միացվի Հայաստանին։ Սահմանադրությունը հղում է անում անկախության հռչակագրին, բայց հռչակագրի տեքստը սահմանադրությունում փաստացի չկա։ Ուստի այս ամբողջ պատմությունը բացարձակապես ծիծաղելի է։ Հիմա ինչպես է այս հարցը դրվելու հանրաքվեի։ Իշխանությունը հույս ուներ դրա համար խորհրդարանում ստանալ 70 մանդատ, ինչը հավանաբար նրանք չեն ունենա։ Իսկ այս հարցը հանրաքվեի դնելու համար կամ անհրաժեշտ է ունենալ 70 մանդատ, կամ ստիպված կլինեն այլ ուղի գտնել։ Սահմանադրությունում կա դրույթ, որի համաձայն հարցը կարող է դրվել հանրաքվեի, եթե ապահովվի 350,000 ստորագրություն։ Շատերը սխալմամբ կարծում են, թե սահմանադրության այս փոփոխությունն իրականում 17 կետից բաղկացած խաղաղության համաձայնագրում է ներառված։ Իրականում դա այդպես չէ։ Դա փաստացի լրացուցիչ պայման է, որն Ադրբեջանը ապակառուցողական քայլ անելով ավելացրել է, որպեսզի չստորագրի խաղաղության համաձայնագիրը։ Իրականում կոնկրետ այս պահանջը խախտում է 17 կետանոց խաղաղության համաձայնագրի հիմնական կետերից մեկը։ Այն է, կողմերը չեն կարող միջամտել մյուս երկրի ներքին գործերին։ Հետաքրքիրն այն է, որ եթե սահմանադրական այս փոփոխությունը տեղի է ունենում եւ հարցը հանրաքվեի դրվի եւ անցնի, շատ հավանական է, որ Իլհամ Ալիևը փաստացի չստորագրի խաղաղության համաձայնագիրը եւ 5 այլ պահանջ ներկայացնի։ Հիմա մեր կառավարությունը հաջորդ 2 տարիներին ամեն ինչ անելու է մեզ բացատրելու համար, որ սա Իլհամ Ալիևի պահանջած սահմանադրական հանրաքվեն չէ, բայց դա պարզապես այդպես չէ։ Հիմա մենք պետք է ինքներս մեզ հարցնենք, թե ինչու է Ալիևն իրականում պահանջում դա, որովհետև դա իսկապես բացարձակապես ավելորդ է։ Առաջին, սա նրա համար պատրվակ է չստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Երկրորդ, մեր ժողովրդին եւ մեր երկրին նվաստացնել, ստիպելն է տեղի տալով բռնապետի պահանջներին, որին ատում են այս երկրում։ Եվ երրորդ, նա մեր երկրի համար շատ վտանգավոր ծուղակ է լարում։
Իսկ ո՞րն է այդ ծուղակը։ Առաջին հերթին դա մեզ է դարձնում խաղաղության համաձայնագրի չստորագրման պատճառը, այլ ոչ թե այն, որ ինքն է հրաժարվում դա անելուց։ Երկրորդ, նա գիտի, որ երբ ընտրողները հասկանան, որ սահմանադրական հանրաքվեն իր պատճառով է արվում, միանգամայն հավանական է, որ ժողովուրդը մերժի եւ առաջարկը չանցնի։ Երրորդ, այն քաղաքական, քաղաքացիական պատերազմի պատճառ կարող է դառնալ Հայաստանում։ Չորրորդ, եւ սա նրա համար լավագույն հնարավորությունը կլինի իրավիճակը մանիպուլատիվ մեկնաբանելու համար։ Եթե հանրաքվեն չանցնի, Ալիևը կարող է շրջվել եւ իլուր աշխարհի հայտարարել, որ տեսեք, հայ ժողովուրդը քվեարկել է պատերազմի օգտին եւ խաղաղություն չի ուզում։ Այս ծուղակի մասին իշխանությունները բավական լավատեղյակ էին, բայց նրանք համաձայնեցին շարունակել գործընթացը, քանզի իրականում նրանց գործողությունները պայմանավորված են վախով։ Այս պայմաններին համաձայնելը անպատասխանատվության դրսևորում է, որը գրեթե հավասար է հանցագործության։ Հիմա թույլ տվեք ներկայացնել, թե ինչպես է այս ամենը տեղի ունենալու, քանզի սահմանադրական հանրաքվեներն իրականում ունեն տարբեր կանոններ։ Հանրաքվեով նման փոփոխություններ անելու համար ոչ միայն պետք է ստանալ քվեարկությանը մասնակցողների ձայների մեծամասնությունը, այլև անհրաժեշտ է, որ քվեարկությանը մասնակցի ընտրելու իրավունք ունեցողների առնվազն 1/4-ը, ինչը կազմում է մոտ 650,000 ձայն։ Նման արդյունք շատ դժվար կլինի ստանալ եւ թույլ տվեք բացատրել, թե ինչու։ Նախկինում, երբ Հայաստանում ընտրություններ են անցկացվել, քվեարկությանը մասնակցել է միջին մոտ 1.2 միլիոն ընտրող։ Վերջին ընտրություններին մասնակցել է ավելի շատ մարդ, մոտ 1.5 միլիոն։ Բայց եթե ընտրությունները համապետական չեն, մասնակցությունն ավանդաբար շատ ցածր է եղել։ Այսպիսով, նույնիսկ շատ լավատեսական հաշվարկներով, եթե հանրաքվեին 1 միլիոն մարդ քվեարկի, ապա ըստ էության անհրաժեշտ է ստանալ 65% այո քվե, ինչը շատ դժվար կլինի։ Իսկ այս գաղափարը առաջ մղելով ինչ առավելություններ կստանա կառավարությունը քարոզարշավի համատեքստում։ Առաջին հերթին իշխանությունները ծախսերի առումով ֆանտաստիկ առավելություն կունենան։ Նրանք հավանաբար 100 անգամ ավելի շատ գումար կծախսեն, քան իրենց մրցակիցները, քանզի ընդդիմությունը գործնականում ոչ մի գումար չի ունենա։ Այնպես որ իշխանությունները ֆինանսական եւ կազմակերպչական հսկայական առավելություն կունենան։ Երկրորդ, իշխանություններն ակնհայտորեն առավելագույնի կհասցնեն իրենց կազմակերպչական ռեսուրսները, գործի դնելով պետական տրամադրության տակ եղած վարչական ողջ ռեսուրսը, ինչն օգտագործեցին վերջին ընտրությունների ժամանակ, իսկ դա կազմում է մասնակիցների մոտ 5% կամ 10% ձայնը։ Երրորդ, Հայաստանի բնակչության մեծ մասին իրականում չի հետաքրքրում սահմանադրությունը։ Շատերի համար այն պարզապես հերթական մի փաստաթուղթ է։ Շատերը նույնիսկ ծանոթ չեն դրա բովանդակությանը։ Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեով անցկացնելու համար իշխանությունները գուցե նաև լրացուցիչ խթանների դիմեն։ Խոսքը միայն այն մասին չէ, որ դա Իլհամ Ալիևի պահանջն է, իսկ հուսահատության մեջ հայտնվելու դեպքում նաև կարող են ընտրակեղծիքների դիմել։ Նախկինում Հայաստանում սահմանադրական գրեթե բոլոր հանրաքվեներն անցել են ընտրակեղծիքներով, եւ իշխանությունները կարող են ստիպված լինել դիմել այս քայլին՝ փոփոխությունը հանրաքվեով անցկացնելու համար։ Ամենամտահոգիչն այն է, եւ մենք այս ընտրությունների ժամանակ արդեն ականատեսն ենք եղել դրան։ Իշխանությունները հավանաբար սա կվերածեն Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության հանրաքվեի եւ կհայտարարեն կամ քվեարկում եք Արցախի ժողովրդի օգտին կամ հանուն խաղաղության։ Եվ կարծում եմ, որ այն, ինչ տեսանք վերջին փուլում, մի տեսակ նախապատրաստություն էր այս քարոզարշավի համար։ Այժմ խոսենք այն մասին, թե ինչ պետք է անի ընդդիմությունը այս հանրաքվեն տապալելու համար։ Առաջին հերթին ընդդիմությունը սա պետք է պարոն Փաշինյանի եւ պարոն Ալիևի վստահության քվեի վերածի, ինչը շատ հեշտ է անել։ Երկրորդ, անհրաժեշտ է համախմբել այս երկրի ընտրողների մեծ մասին, մասնավորապես նրանց, ովքեր դեմ են Փաշինյանին։ Մենք դա արդեն տեսել ենք այս ընտրությունների ժամանակ։ Ընդդիմությունը պետք է միավորի բոլորին, սկսած արևմտամետ ուժերից մինչև ավանդական ընդդիմություն, եւ նրանք բոլորը կմիավորվեն այս փոփոխության դեմ պայքարելու շուրջ, քանզի սահմանադրական հանրաքվեները, այսինքն այս տեսակի հանրաքվեները, միանգամայն տարբերվում են սովորական ընտրություններից։ Չկա Ռոբերտ Քոչարյան, որով կարելի է վախեցնել մարդկանց։ Չկա Սամվել Կարապետյան, որով կարելի է վախեցնել մարդկանց։ Հանրաքվեում պարզ հարց է դրվում քվեարկության, որին մարդիկ կամ այո են ասելու, կամ ոչ։ Եվ եթե հասկանում եք, թե ինչ տրամաբանություն է գործում հանրաքվեների դեպքում, ապա դեմ կողմը միշտ առավելություն ունի։ Քանզի եթե կա որոշակի անորոշություն, ապա ամենաբնական բանը դեմ քվեարկելն է։ Հետաքրքիրն այն է, որ այս հանրաքվեն անցկացնելով իշխանությունները կհասնեն մի բանի, ինչին ընդդիմությունը չի կարողացել հասնել 8 տարի շարունակ՝ միավորել ընդդիմությանը վարչապետի եւ նրա կուսակցության դեմ, թերևս շատ պոպուլյար հարցի շուրջ։ Իշխող ուժը կլինի միակը, որ կաջակցի այս որոշմանը, ընդդիմանալով քաղաքական համակարգի մնացած մասին։
Հիմա եկեք անդրադառնանք հարցին, թե ինչպիսին պետք է լինի մեր արձագանքը։ Ցանկացած ազգի եւ ժողովրդի պետության մեջ կան ժամանակներ եւ խնդիրներ, որոնցում չկան մոխրագույն գոտիներ, նրբերանգներ եւ կարեւոր մանրամասներ ու ամեն ինչ շատ հստակ է։ Սա մեզ որպես ազգ եւ ժողովուրդ կոտրելու փորձ է, եւ դա անընդունելի է։ Իսկ ամենաանընդունելին այն է, որ մեր կառավարությունն իրականում մեղսակից է այս առաքելությանը։ Սրան մեր միակ հնարավոր պատասխանը պետք է լինի կատեգորիկ ոչ։ Հաջորդ մի քանի տարիներին այս արշավի ընթացքում պատիվ ունեցողները ինչպես միշտ կանեն այն, ինչ պարտավոր են անել, իսկ անամոթներն ու այլասերվածները կստեն ու կմոլորեցնեն, ինչպես միշտ են անում։ Կարիք չկա, որ ձեզ ասեմ, թե ով որ կողմում կլինի։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։ Come all of you good people, you women and your men. Once more our backs are to the wall, we're being attacked again. Which side are you on? Which side are you on again? Which side are you on? Which side are you on? We fought a million battles to defend our hard-won rights, and we're going to have to fight again. And I ask you here tonight, which side are you on? Which side are you on? Tell me, which side are you on? Which side are you on?